այս քննարկումներին, բայց դա շենքում է, որովհետև կարող են շատ արագ քննարկումներն ավարտել եւ քվեարկություն նշանակել, ամեն դեպքում շենքում կմնանք, բայց նիստերի դահլիճ չենք մտնի, որովհետև իսկապես աննախադեպ է, երբ որ դու չունես խոսքը փոխխոսնակի մասին է, երբ որ դու չունես իրավունք անդադար մեկնաբանելու, հո քաղաքական մեկնաբաներ չէ։ Հիմա այստեղ է խանգարում։ Մենք նիստերի դահլիճում չենք լինելու, բայց դա շենքում ենք։ Իսկ Տիկին Գրիգորյան, ընդհանուր իրավիճակը ինչպես կգնահատեք, Դավիթ Ղազինյանը ասաց, ընդհանրապես ասել է, ասա օրենքով կանոնակարգով նախատեսված է, ինչից հետո է լարվել իրավիճակը։ Տեսեք, նույնիսկ իմ խոսելու ժամանակահատվածում, այսինքն ես իմ ելույթն եմ ունենում, փոխոսնակը իրան իրավունք է վերապահում ինձ ընդհատել եւ ինչ որ հարցադրումներ հնչեցնել։ Կամ դրանից հետո մի ամբողջական ելույթ է ունենում փոխոսնակը, այո, կարող է արտահերթ ելույթով հանդես գալ, այսինքն դուրս գալ եւ ամբյոնից ինչ որ բան ուզի, ասի, սենց դառել է քաղաքական մեկնաբան։ Ամեն ելույթից հետո ինչ որ մեկնաբանություններ են անում, որի լիազորությունը կանոնակարգ ուղղակի չունեն։ Եվ մեր դիտարկումները դեռևս նախորդ նիստից աներ, որ չունեք այդ լիազորությունը, ձեզ պիտի թույլ չտակ անել բաներ, որոնցով լիազորված չեք արժեք կանոնակարգի համաձայն։ Ընդհանրապես սա էր, եւ ես կարծում եմ, իհարկե աննախադեպ էր, այսինքն ընդհանրապես նրա համար, որ դու իրավունք չունես այսպես խոսելու, արդեն ՀՊՑ ներգրավել, սա ուղղակի խայտարակություն է, բայց ես հուսով եմ իրենց համար դաս կլինի, որ այսուհետ որևէ ձև ոչ падգամավորի խոսքին միջամտեն ելույթ ունենալուց եւ ոչ էլ падգամավորի խոսքը ուղղակի սկսեն մեկնաբանել։ Ու մեկնաբանելը բավականին մեծ ելույթ է ստացում, էլի սովորական ռեպլիկ չի, որ մտածես մի բառ ասացին անցան, չէ, մի մեծ ելույթ են անում։ Նիստերին, հա, ներողություն խնդրում, նիստերին չենք մասնակցի, մի քանի անգամ ասեցի, արդեն կներեք, հա, նիստին չենք մասնակցի, բայց դեռ շենքում կմնանք, որովհետև միգուցե եւ քվեարկություն նշանակեն, այսինքն փորձեն արագ ավարտին հասնել, քվեարկություն նշանակել, դեռ շենքում կլինենք։ Շնորհակալություն։ Բայց դա։ Հա, դա։ Շնորհակալ։ Ես կողմից